Ազգային ժողովի պետական իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվեց 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելով պետական տարբեր մարմինների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները նշեց, որ վարչապետի աշխատակազմին 2024-ի պետբյուջեով նախատեսված է եղել 21 միլիարդ 600 միլիոն դրամ, կատարողականը եղել է 93.1%։ Տարվա ընթացքում աշխատակազմը իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ, որից 30 միլիոն դրամը մեկ կառավարության որոշմամբ, իսկ 221 միլիոն դրամը ծանոթագրերով, գնումներ իրականացվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի, որից մեկ անձից գնումները կազմել են 346 միլիոն դրամ։ Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերը նախորդ տարի կազմել են 7.2 միլիարդ դրամ, կատարողականը 97.7%, իսկ նախագահի աշխատակազմը նույն ժամանակահատվածում կատարել է 1 միլիարդ 600 միլիոն դրամի բյուջեի ծախսեր, կատարողականը կազմել է 90.5%։ Ըստ ֆինանսների նախարարի արդարադատության նախարարության աշխատակազմի բյուջեի կատարողականն էլ հաշվետու տարում կազմել է 99.4%։ Այստեղ ունենք մեկ ծրագիր եւ 3 միջոցառում, ինչպես հաստատվել է, այնպես էլ իրականացվել է։ Իրականացվել է 63 միլիոն դրամի գնումներ, որից 34 միլիոն դրամը մեկ անձից։ Գլխավոր դատախազության աշխատակազմի ծախսերը կազմել են 10 միլիարդ 400 միլիոն դրամ, կատարողականը 99.5%։ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի բյուջեն 18.6 միլիարդ դրամ, կատարողականը 96.8%։ Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմի ծախսերը 949 միլիոն դրամ, կատարողականը 99.3%։ Քննչական կոմիտեի աշխատակազմի ծախսերը 16 միլիարդ 800 միլիոն դրամ, կատարողականը 88.8%։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի բյուջեն կազմել 400 միլիոն դրամ, կատարողականը 94%։ Հակակոռուպցիոն կոմիտեի փաստացի ծախսերը կազմել է 3.2 միլիարդ, կատարողականը 85.2%։ Հաջորդի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ կրճատվել են ծառայողական մեքենաները 40-ի փոխարեն դառնալով 19։ Հաշվետու տարում վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսը կազմել է 66 միլիարդ դրամ կամ նախատեսված միջոցառումների 88%-ը։ Շեղումը հիմնականում պայմանավորված է տվյալ ծրագրում ընդգրկված ծառայությունների ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերի կատարողականով։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 18%-ով կամ 1.5 միլիարդ դրամով։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանի խոսքով էլ 2024 թվականի նախագահի աշխատակազմի հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով տարեկան պլանը հաստատվել է 1 միլիարդ 771 միլիոն դրամ, տնտեսվել է շուրջ 162 միլիոն դրամ։ Աշխատանքի վարձատրության ուղղված միջոցներից շուրջ 11 միլիոն դրամ է տնտեսվել։ Էներգետիկ, կոմունալ եւ կապի ծախսերից 29.9 միլիոն դրամ։ Գործուղման ծախսերից 27.2 միլիոն դրամ, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ հոդվածով 23 միլիոն դրամ, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է 22 միլիոն դրամը։ Խաչատուր Պողոսյանի տեղեկացմամբ Հայաստանի նախագահի հրամանագրերով 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20.770 անձի, արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով իր հաշվետվությունը, ասաց, որ ազատազրկման ձևով պատիժ կրող եւ կալանավորված անձանց համար նախորդ տարի իրականացվել են կրթական ծրագրեր, սովորելու իրավունքից օգտվել է 119 անձ։ Ըստ նախարարի ներկայում ամենասուր խնդիրն է օր առաջ Նուբարաշեն եւ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկները փակելն է։ Տեղի է ունեցել քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի փոփոխություն, արդարադատության նախարարության փոխարեն լիազորված պետական մարմին է սահմանվել առողջապահության նախարարությունը։ Ուստի 2023 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արդարադատության նախարարության ծախսերում արձանագրվել է 3.4%-ի 860.5 միլիոն դրամի նվազում։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ ներկայացրել
ներկայացնելով տարեկան հաշվետվությունը ներկայացրեց, որ ՊՎԾ վերահսկողության արդյունքում 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Համապատասխան տեղեկատվության հիման վրա նախաձեռնվել է 63 քրեական վարույթ։ Ծառայության պետի խոսքով վերահսկողությունը իրականացվել Պաշտպանության նախարարության, ներքին գործերի, առողջապահության, արդարադատության նախարարությունների համակարգերում, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, ՊԵԿ-ում, տեսչական մարմիններում եւ այլ ոլորտներ համակարգող լիազոր մարմիններում եւ ենթակա պետական մարմիններում։ Իրականացված վերահսկողությունների արդյունքում բացահայտվել են համախառն ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամի չափով առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ եւ շեղումներ։ Պետական բյուջեը վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։ Ծառայությունը 2024 թվականի ընթացքում մշտատարկումներ իրականացրել նաև պետական մի շարք գերատեսչություններում քաղաքացիների կողմից այդ մարմիններին ուղղված դիմում բողոքների ընթացքը լուծելու ընթացակարգերի, թեժ գիծ ծառայության աշխատանքների կազմակերպման եւ քաղաքացիների ընտրության գործառույթի իրականացման արդյունավետության նկատմամբ։ Քննչական կոմիտեի նախագահն էլ իր զեկույցում անդրադառնալով ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում $590,000 հափշտակության գործին ասաց, որ կծիկը բացահայտվել է։ Արթուր Պողոսյանը նախ նշեց, որ հանցագործության մասնակիցներից մեկի վարչության պետի պաշտոնակատարի ինքնությունը բացահայտվել է հենց քննչական կոմիտեի գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա, ապա հավելեց. Հսկայածավալ աշխատանք են կատարել մեր իրավապահ մարմինները հանցանք կատարած մյուս մասնակցի ինքնությունը բացահայտելու եւ իրեղեն ապացույցներով հետ մեկտեղ այս անձին բերման ենթարկելու ուղղությամբ։ Այսինքն սա ստեղ դեպքի հետ կապված իմ ու քո չկա։ Մենք համատեղ ուժերով արդյունքն է կարևոր։ Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում $590,000 հափշտակության գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ կալանավորվել է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։